Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Անցյալ հաղորդման մեջ խոսեցիք դաստիարակության մասին և կարգ ու կանոնի կարևորության մասին։ Ինչ նկատի ունեք, պարոն Մինասյան։ Այո, ես անցյալ անգամ իհարկե խոսեցի դաստիարակությունից, կրթությունից, բայց ամենակարևորը դաստիարակության լավագույն էլեմենտը դա կարգ ու կանոնն է։ Ինչպիսի կարգ ու կանոն ունենք մենք եւ ինչ է տալիս դա մեզ։ Այդ իսկ պատճառով ես կուզեմ խոսել այն մարդու հետ, ով դրա պակասը զգացել է մեր կողմից, մեր պետականության կողմից դրա պակասը զգացել է։ Ես այսօր հրավիրել եմ այս զրույցի համար Ալեքսանդր Գանբարյանին, որը Սումգայիթի փախստականների հարցերով զբաղվում է արդեն շատ երկար եւ այդ ցավը իր վրա զգացել է անձամբ եւ ինքը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի պարոն Մինասյան։ Պարոն Ալեքսանդր, դուք այդ ցավը ինձ թվում է բավականին լավ եք չես զգացել։ Մի երկու բառով կասեք, դուք որ գալիս էիք, ինչ տպավորություն ստացաք, չէ՞ որ դուք գալիս էիք հայրենիք։ Ժողովուրդը մեզ նորմալ ընդունեց հայերը, ժողովուրդը։ Պետական մասշտաբով շատ սխալ վերաբերվում։ Այսինքն կարգ ու կանոն չկար ստացվում։ Չկար։ Պատերազմի մի կողմից, մի կողմից ավելի շատերը բանարին եկան նրանից հետո, մեզանից հետո։ Ոչ դե խառը մամենտ էր, բայց առաջվա սովետի մնացած պետական մասշտաբով դատախազներից բռնած միջև միլիցիացիոնու մեզ ճնշում են տարբեր հարցերով։ Իսկ շատ մարդիկ հեռացան Հայաստանից։ Եվ պատճառը հիմնական ինչն էր, չեք ասի։ Համ պատերազմի մութ տարիներ էր, այդ լրիվ ժողովուրդը հետ երկրաշարժը մի կողմից 88 դեկտեմբերի մենք ստեղ ենք օգնել ժողովրդին Սպիտակում, Լեննականում, տարբեր քաղաքներում մեծամասը համ պատերազմի մասնակից է եղել, գրվելով բանով, մարդիկ նորմալ օգնում են։ Բայց հարցը նրան չէ, ժողովուրդը միջև հիմա մեր հարցերը լուծված չի։ Ահագին հարց մնում է օդի մեջ։ Ոչ են կողմ միջև հիմա էլ եկան հիմա էլ Ղարաբաղի հարցն է, էլի նույն ձևի ժողովուրդն այն վաղտ ասում ենք, որ զգուշ եք, ոչ մի բան, զգուշ եք, նույնը կրկնվելու է, ոչ մեկի չէր հավատում, բայց միջև հիմա էլ դուք տեղյակ եք ոնց է լինում։ Այս թեմային մենք նորից պիտի մոտենանք։ Ես ուզում եմ այս հարցին կարևորություն տալ, որովհետև մենք միշտ խոսում ենք հզոր պետություն։ Հզոր պետությունը նաև իր քաղաքացին է, մարդկային քանակը, որովհետև քանակը միշտ բերում է նաև որակի, բայց ես պարոն Ալեքսանդրի ասելով հասկացա, որ շատերը կանոնակարգված չլինելու պատճառով, իրենց ճիշտ չընդունելու պատճառով շատերը հեռացան Հայաստանից։ Այո։ Եվ մեր շարքերը փաստորեն նոսրացան։ Մենք խոսենք այն մասին, թե իրականում մենք տեր լինում ենք մեզ, թե ոչ։ Բանից պարզվում է մենք տեր չենք լինում։ Տեր չենք լինում ոչ մեր փախստականներին, Սումգայիթից սկսած, Կիրովաբադ, Բաքու, մնացած Սիրիա, անգամ այսօրվա նոր փախստականներին մենք տեր չենք լինում Արցախի։ Այսինքն թողում գնում են։ Սա ասում են դրա մասին, որ նրանք պիտի հեռանան, նոսրացնելով մեր շարքերը, թուլացնելով մեզ, մեր պետությունը, մեր միասնականությունը։ Արենք խորը մտածենք։ Մենք այս հարցերի շուրջ իրականում ունենք անելիքներ։ Մենք ծրագրեր էլ ունենք, կվերադառնանք այդ ծրագրերին, բայց այդ հարցերը շատ ու շատ կարևորված են։ Այլապես ինչ է նշանակում, որ մենք տեր չենք լինում, այսինքն մենք չենք ուզում հզորացնել մեր երկիրը։ Օրինակ մեր ահագին մարդ, խելացի մարդիկ, փախստականներ, sense կոչված, ստե չընդունի բան չարին, մարդիկ ստիպված
գնացին օտար երկիրներ։ Ելան դե պրեզիդենտ, նախարարներ, այն մեր փախստը, եթե բան մերոնք չունենին, նորմալ բան չարեն, ոնց կարող են։ Միջև մայլ նույն ձևի խելացի մարդիկ թողում գնում են։ Իսկ մեր պոտենցիալը կորում է ստացվում։ Ապրեք, ճիշտ է։ Դե ինչ ասեմ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանդր։ Մենք այս հարցին խորապես կվերադառնանք, սա դեռ վերջի չի։ Սա ուղղակի կարճ հաղորդում էր, հաղորդագրություն էր ավելի շուտ։ Հետագայում մենք ավելի մանրամասներով կխոսենք այս խնդրի մասին։